տարածաշրջանը շիկացած է։ Իսրայելի ու Իրանի հակամարտությունն արդեն 7 օր է թեժացել է։ Ըստ Իսրայելի հետախուզական տվյալների, Իրանը մոտ էր միջուկային զենք ստանալու, եւ այդ ծրագիրը ջախջախելու համար էլ Իսրայելը սկսել է վերածնված առյուծ օպերացիան։ Իսրայելը եւ Իրանը հարվածում են միմյանց ռազմական օբյեկտերին, շենքերին։ Այս պահին Իսրայելում կա 24 զոհ, 600-ից ավելի վիրավոր, իսկ Իրանում 639 զոհ, 1300-ից ավելի վիրավոր։ Իրանահայ Ռուբեն Շահբազյանցը Զարգերայկեյմին ասաց. «Խուճապ չկա, կա անհանգստություն, որ պատերազմը կշարունակվի։ Առաջին օրերին հացի խնդիր կար, հիմա դա լուծվել է»։ Ասաց նաև նշեց, որ որոշակի հոսք կա Իրանից Հայաստան։ Հայաստանի հրեական համայնքի նախագահն էլ ասաց. «Իրավիճակը դժվար է, երբ գիշերը միանում են տագնապի ազդանշանները, մարդիկ ստիպված են լինում թաքնվել»։ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակից էլ հայտնեցին, որ երկու երկրներից Հայաստան տեղափոխվելու հետ կապված հայտեր չեն ստացել։ Հայերի շրջանում տուժածներ չկան։ Աշխարհը շունչը պահած սպասում է, թե ինչ կորոշի ԱՄՆ նախագահը, ինչի մասին կհայտնի 2 շաբաթվա ընթացքում։ Ես մինչև կոկորդս կուշտ եմ այս իրավիճակից։ Իրանը լիովին անպաշտպան է, կտեսնենք, թե ինչ կլինի, ասել է Թրամփը։ Արևելագետ Արմեն Պետրոսյանն էլ կարծում է, որ Իսրայելը տևական ժամանակ էր պատրաստվել սրան։ Լայնածավալ պատերազմը փաստ է եւ շարունակվելու միտումներ կան, ասաց նա։